Արտգործնախարարի հայտարարությունը ուղղակի անբարոյականություն էր։ Սենց լուրջ մեղադրել եկեղեցին, որ եկեղեցին փորձում է իշխանություն վերցնել, ուղղակի աբսուրդ է։ Իշխանությունն է հարձակվել եկեղեցու վրա եւ տպավորությունը այնպեսին է, որ այդ կոպիտ ասած կապրեմոնտի տրամաբանության մեջ է մտցրել եկեղեցին, որ կարելի է մտնել, փոխել եւ ազնական օգտագործան ինչ որ բան ունենալ եկեղեցի։ Սա է նպատակը։ Ինչու է նաեւ նման կարգի արձագանքները որոշտեղ բավարար հակարված չի ստանում նաեւ Եվրոխորհրդարանում, Եվրոխորհրդում էլ եւ Եվրոխորհրդում եւ Եվրոխորհրդարանում խնդրեմը ավելի շատ աշխարհաքաղաքական է։ Նայեք, օրինակ այսօրվա դիվանագիտության ղեկավարը եվրոպական Կայա Կալասն է։ Ինքը եղել է նախկին Էստոնիայի վարչապետ։ Հիշում եք, թե չեք հիշում, թե չգիտեք դա բան։ Ինքը եղել է Էստոնիայի վարչապետ։ Եվ վարչապետ եղած ժամանակ նայեք ինչ հայտարարություններ եղան։ Կոնկրետ մեջբերում է, որ Ռուսաստանը պետք է մասնատել 3 մասի։ Դուք այն փոքր Էստոնիա 1 միլիոն բնակչությամբ Ռուսաստանի հարևանությամբ վարչապետը այդ երկրի հայտարարում է, որ Ռուսաստանը պետք է մասնատել 3 մաս։ Ասենց ժամանակին երևի այդ Բժեզինսկուն գիրքն է կարդացել, այնտեղ ինչ որ նման գաղափարներ նա գրել։ Դու լավ հարևան երկիր, փոքր երկիր։ Այդ մեծ այդ հսկայական երկրի ո՞նց է բաժանում 3 մասի։ Դու քո երկրի անվտանգության մասին ընդհանրապես մտածում ես, թե չես մտածում։ Հիմա այդ հոգեբանություն ունեցող մարդը դառել է Եվրոմիության համար 1 դիվանագետ։ Եվ նույն թեմայի մեջ է։ Ես ինչի համար եմ այս օրինակը բերում։ Որտեվ սա պրոբլեմ է արդեն դառել եւ բոլոր հայտարարությունները, որը գալիս են Եվրոմիությունից, ոնց լրիվ այլ աչքով, այլ անկյան տակ է պետք նայել։ Քաղաքականացված, ծայրահեղ աստիճանի քաղաքականացված հայտարարություններ են, որոնք շատ դեպքում իրականության հետ որևէ առնչություն չունեն։ Եվ Եվրոխորհուրդն այս վիճակում այսօր եւ Եվրոմիություն։ Սենց բան է մտել իրենց մեջ, որ Ռուսաստանը ամենից մեծ խնդիրն է եւ այնինչ Ռուսաստանի դեմ է, մեզ համար լավ է։ Այդ բանաձևն է այսօր աշխատում։ Իմիջիալոց Տրամպի քաղաքականությունը որոշ չափով կօգնի, երբ որ ասում է Եվրոպան դեգրադացիայի մեջ է եւ պետք է դիստանցավորվել Եվրոպայից, սա բերելու է մեկ բանի։ Հենց եվրոպացիք մտածեն, որ իրենց անվտանգությունը եւ հարաբերությունները Ռուսաստանի հետ կախված է իրենցից, այլ ոչ թե կարար օրինակ Կայա Կալասը թաքնվելով Միացյալ Նահանգների մեջքի հետևին, ինչ ասես խոսա Ռուսաստանի մասին, լեքսիկոնը կփոխվի եւ իրենք կհասկանան, որ այնուամենայնիվ Ռուսաստանի հետ կարող են կոնստրուկտիվ փոխզիջումային տարբերակներ մշակել, ոնց անել, ոնց աշխատել միասին։